Ուրեմն տեսեք, քանի որ դա տեսակությունների հետ ուղղակիորեն առնչված է, ես ձեզ ասեմ։ Ուրեմն ես ձեզ 4 հանգամանք կարող եմ նշել։ Տեսակությունները, որոնք շրջանառվել են, ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի ստանձնել։ Անգամ քննչական կոմիտեն, որ այսպես ասած վարիացականորեն է տրամադրված մեր նկատմամբ, քննչական կոմիտեն ընդունում է, որ դրա ապօրինի ինչ-որ տեսակություններ են։ Ոչ ոք չկա, որ ասի, որ այո, տեսակությունները մենք ենք կարել, մենք ենք պատրաստել, մենք ենք հորինել, չկա անտեր ինչ-որ տեսակություն, անտեր ինչ-որ առարկա է։ Եվ եթե մի բան անտեր է, որոշակիորեն դժում է նաև դրա արժանահավատությունը։ Ոչ ոք չկա, որ ասի, այո, սա արել են, սա իրական է, երկրորդը, չկա այս գործով որևէ անձ, որը որ ասի, այո, դա այդպես է։ Ամենայն դեպս շոշափում անձնաշրջանակի մեջ։ Այնտեղ շոշափում է իմ անձը և իմ ընտանիքի անդամների անձը։ Չկա անձ, որը որ հաստատի, որ դա այդպես է։ Երրորդը, որ ավելի հիմնավոր հաստատ է։ Ուրեմն դուք գիտեք, թե եկեղեցականների շուրջ ինչպիսի արշավ է իրականացում։ Եվ գիտեք, որ հատկապես որ եկեղեցականների շուրջ։ Դուք էլ չէ, և ես էլ համոզված էի, որ եթե ես զմայլված լինեի Նիկոլ Փաշինյանով, բացարձակապես որևէ քննադատության, որևէ թթու խոսքի չէի արժանանում։ Ուրեմն հետևաբար այս երևույթը ունի շատ կոնկրետ քաղաքական ուղղվածություն, քաղաքական ենթատիպ։ Չորրորդը, որ տրվի այս իմ երրորդ ասածի շարունակությունը։ Ուրեմն քննչական կոմիտեն գործ է հարուցել հայտնի իրազեկվածի հաղորդման հիման վրա և քննչական կոմիտեում քննվել է, ես հրավիրվել եմ հարցազրույցի։ Ես հանդիպում։ Երբ որ ես հանդիպեցի այնտեղ, ինձ ասացին, որ կան նախաքննական գաղտնիքներ, որոնք պետք չի բացահայտել և այլն, և դուք պետք է պարտավորված լինեք այդ նախաքննության գաղտնիքները չբացահայտել։ Ես ասացի շատ լավ։ Իսկ այդ արգելքը վերաբերում է միայն ինձ, թե նաև ձեզ։ Ուրեմն պարզվեց այդ արգելքի տակ գտնվում եմ միայն ես։ Եվ դա գիտեք ինչի է նմանվում է, ասենք, մի դարպասի ֆուտբոլի խաղի նման։ Ինչ-որ մարդիկ իմ ձեռքերը կապում են և որոշները փորձում են հարվածել։ Բայց հանկարծ պարզվում է, որ այդ նախաքննական գաղտնիքը կարող է հայտնվել երրորդ, չորրորդ անձանց ձեռքը։ Իհարկե ես դրանից էլ չեմ ներսրտում, ոչ էլ դրանից էլ որևէ երկիր ունեմ։ Ուրեմն մեկ օրվա մեջ նշանակում է փորձաքննություն, կարծեմ Բաբայան Արսենը այստեղ պետք է լիներ, կամ եթե այստեղ չի, ինքը հայտարարություններ արել։ Մեկ օրվա մեջ նշանակում է փորձաքննություն, և մեկ օրվա մեջ փորձաքննության արդյունքները փոխանցում է այդ քննության հետ կապ չունեցող անձին։ Այդ փորձագետներին, ձեր եպիսկոպոսներն են դառնում փորձագետ։ Այդպես չի։ Փորձաքննությունը նշանակվել է քննչական կոմիտեի կողմից և փոխանցվել է մեր եպիսկոպոսներից մեկին։ Ենթադրաբար, ես այդպես գիտեմ, որովհետև այդ փորձաքննության արդյունքը ամենայն դեպս հրապարակվեց, որ մեր եպիսկոպոսներից մեկին։ Ասում են իրենք օգնել են որպես փորձագետ։ Չգիտեմ, այ ջան, հիմա ասեմ։ Հիմա տեսեք, ընթացակարգերով հետևյալն է։ Երբ որ փորձաքննություն ես ուզում օբյեկտիվ պատրաստել, պետք է ներգրավել են անձին, ով ներգրաված է այդ հարցում։ Գետ մենք հնարավորություն պիտի ունենանք հարցադրումները կազմությանը ինքներս մասնակցել, բացարձակապես նման երևույթ չի եղել։ Երկրորդը, եթե անգամ փորձաքննություն ա լինում, Արսենը շատ լավ նշել է, փորձաքննություններ են եղել, որոնք տևել են 8 ամիս։ Եվ մեկ օրում հանկարծ պարզվում է, որ այդ անձը, որ պատկերված է տեսագրության մեջ, ինքը թե ես եմ։ Այնինչ ես իրենց միանշանակ հայտարարել եմ սիրելիներս, այս գործը եթե հարուցում եք, պետք է հարուցեք ոչ թե իմ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հիմքով, այլ իմ նկատմամբ թշնամանք և ատելություն սերմանելու հիմքով։ Իմ անձնական կյանքի գաղտնիքը խախտված չէ։ Իմ անձնական կյանքի գաղտնիքը խախտված չէ։
Հաղթված չէ նաև իմ ընտանիքի անդամներից որևէ մեկի անձնական կյանքի դատիության իրավունքը։ Դուք պետք է գտնեք այն անձին, ով հորինել է այս տեսակետությունը եւ ով տարածել է։ Այսինքն այդ կադրերին դուք չեք խնդրում եք։ Իհարկե ես չեմ։ Կներեք իզեր քերակինը կանչվել է հարցակնության։ Դեք շատ տհաճ է ինձ համար այս հարցը։ Մեզ էլ տհաճ է այդ հարցերը տալ, բայց սրանք կանչվել է եւ նույնը եւ դիրքորոշումն է եւ ոչ միայն դիրքորոշումն է, իմ ընտանիքի բոլոր անդամները պարզապես այս տհաճ իրավիճակում ես դուք չեմ տա իրենց խնդրել պարզաբանումներով անհեսկան։ Իմ ընտանիքի բոլոր անդամներն էլ իհարկե շատ տհաճ անախորժ իրավիճակներ չեն ընտրել մեր համերաշխություն քարոզող իշխանությունների հետև ձեռքով, բայց իրենք էլ իհարկե միանշանակորեն դաշնակցում են։ Եվ չի կարող այդպիսի բան եղած լինել։ այսինքն հարցակնության կանչվել եք դուք եւ կանչվել է ձեր քերակինը, ճիշտ է հասկանում։ Եվ երկուսը դա ժխտել եք, որ այս տեսանյութում դուք եք։ Տեսեք, հերթով կանդրադառնանք հարցերին, ես առայժմ պատասխանում եմ մեր սիրելի Ռուզանայի հարցերին, դուք առանց ունենաք այս հարցերին, ես իհարկե որքան էլ տհաճ լինի, հաշվի առնելով դրա հանրային հնչեղությունը, ամենայն մանրամասնությամբ պատրաստ եմ պատասխանել։